միջնորդություն։ Չէ, այ միջնորդությունն ունենք։ Խնդրեմ, ներկայացրեք եթե։ Շատ լավ, առաջինը այսպես տեխնիկական principը ավելի բովանդակային։ Հաշվի առնելով այդ նկատառական ոչ կապիտալային նշանակությունը պահպանվում է գործողությունում դատարանի հետ այսօր հնարավոր միջոցներ ձեռնարկել ավելի մեծ դեպքում պարունակող դահլիճում նիստեր անցկացնել։ Սա միջնորդություն կարող է ձեռնարկել փոխել կառավարություն չէ միջոցներ անցնել։ Մի բան արդեն բովանդակային միջնորդություն։ Պատվաճառ դատարանը միջնորդում է ներգրավել ուժով մեր մեղադրական եզրակացությունը նշված սահմանադրական դատարանի միջնորդության հիմնավորումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է ուժովի սահմանումը, որը ըստ մեղադրանքի ներկայացված ձևակերպումների մեջ ամբողջությամբ տեղավորվում է։ Միաժամանակ նշված է, որ ոչ միայն միջազգական բարեփոխումն կարող է ուժով ճանաչվել, այլև հակատիպության ընթացքում։ Ինչու է առաջին հայացքից տարօրինակ այս միջնորդությունը մեր իրավաչափ շահերի սահմանումը։ Պատվաճառ դատարան ձեր ուշադրությունն է գրավում քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածին, որտեղ որ սահմանված է օրինակ քրեական պատասխանատվությունից ազատելու այնպիսի հիմք, ինչպիսին է ուժովի հետ հաշտվելը։ Մենք չենք ասում, որ մենք վստահաբար ուժովի հետ հաշտվելու ենք, բայց այդ հնարավորությունից մենք չենք կարող զրկվել։ Մենք գործում ենք միջին ծառայության ենթադրյալ բարակի հետ, եւ մենք պետք է օգտվենք հնարավորությունից ուժովի հետ հաշտվելու։ Հնարավոր է ուժովները կան, երբ որ դեն, որ իրենց նկատմամբ ոչ մի արարավոր վերլուծություն չի տարածվել։ Առավելևս, որ շտատական բարեփոխում հարցակնված չէ։ Հնարավոր է կան, երբ որ դեն իրենց արարավոր վերլուծություններ տարածելը չի, բայց գործով այս հարցին մեր պատկերացման պետք է լինի։ Միջնորդությունը հիմնավորում է նաև դատական պրակտիկա։ Պատվաճառ դատարանը մեր ուսումնասիրել բոլոր գործերը, որ վերաբերում են նշված հոդվածին, ինչպես գործող քրեական օրենսգրքով, այդպես էլ առավելապես նախորդ քրեական օրենսգրքով ենթադրել են ուժովների առկայություն։ Մասնավորապես ես հիմա հրապարակեմ այն վարույթները, որոնցով բոլորով եղել են ուժովներ։ Առաջին, ԵՏ 0.0721 ֆոտորակ 01 ֆոտորակ 20 0721 երկրորդը ԵԴ ֆոտորակ 0843 ֆոտորակ 01 ֆոտորակ 19 եւ նույնիսկ շատ ավելի վաղ շրջանի գործ ԵՇԴ ֆոտորակ 0056 ֆոտորակ 01 ֆոտորակ 09 Պատվաճառ դատարան նշված գործերով ներգրավված են եղել մեկով որպես դժոխ ճանաչված մեկով դատախազ մյուսով դատավոր դատավարի որ ճանաչված է եւ երրորդով հակադիր պատահել նույնիսկ այսօր ոնց հակադիր պատահել իրավունք շատ բավական է բոլորը ճանաչված են դժոխ բոլորը իրենց տարբեր դատավարական իրավունքներից օգտվել են այս տեսանկյունից մենք խնդրում ենք նույն մոտեցումը դրսևորել այդ նկատմամբ եւ հնարավորություն տալ որպեսզի մենք եթե իրավական միջերը լինեն քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է օրինակ քրեական պատասխանատվությունից ազատելու հարց պատասխանել։ Առհասարակ հասկանում ուժովների դե ֆակտո ոչ դե յուրե ուժովների դիրքորոշում եւ մասին է խոսում պատասխան դատը։ Ես արդեն ենթադրում եմ, որ արգելի գործընկերը ներկայացնել է հաստատային մասին, որ այս մեղադրանքը ուղղված չէ անձի, գրկված չէ անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում, միանգամայն ճիշտ է։ Այո, գրկված չէ անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում, այլ արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում։ Բայց դժվար է հերքել այն, որ որպես երկրորդային օբյեկտ իրավունքի լեզվով, քրեական օրենսգրքի լեզվով խոսում, իրավունքի որպես երկրորդային օբյեկտ անհնար է այստեղ պատկերացնել, որ առկա չլինի անձի պատվի արժանապատվության հետ կապված հարց։ Հենց բովանդակությունը հոդվածի դրա մասին կոնկրետ անձանց վերաբերյալ պետք է լինեին արատավորող տեղեկությունների ենթադրյալ տարածում ըստ տեղակայքի կողմից, բոլոր նշածները ըստ տեղակայքի կողմից։ Եվ շատ այլ դեպքերում, օրինակ, բոլորովին վերջերս մեկ այլ գործով, որտեղ ոչ էլի մեղադրանքը մեկը հասարակական աղետարության դեմ ուղղված մեղադրանք էր, մյուսը նույնպես, մեկը խուլիգանություններ, մեկը ասենք օրինակ նշտամանքություններ, բայց ուժողման թե եկել բոլորովին մասնակցությունների որոշում այդտեղ խոչընդոտ չէ այս անվանումը։ Իսկ այն հիմնավորումը կարող է բերվել մեղադրանքի կողմից ոչ
մեղադրանքի կողմի խնդիրն է սա, որից ասեմ, հակափաստարկվում է քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի առկայությամբ։ Ես անկեղծ ասած համոզում եմ, որ երևի թե այդպես էլ կվարվեին մեղադրանքի կողմի ներկայացուցիչները, եթե շատ արագ քրեական հետապնդում չավարտեն եւ մեր ողջամիտ ժամկետում դատարանության իրավունքը ապահովելու համար գործը դատարան չուղարկեին, այդ պատճառով ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ գուցե դիտավորության դրսևորում է, այլ այդպես է ստացվել մեկ այլ իրավունք ապահովելու համար։ Այստեղ պատասխանատվությունը պատասխանատվություն չէ։ Գործ առնիքը դատարանն է, պատվարժան դատարան շնորհակալություն։